Սրբազան հայր։ Մեջ սկսեց։ Սրբազան հայր, ձեզ քննչական կոմիտե հրավիրել են հարցակնության, ձեր ելքի հետ կապված դուք մասնակցելու եք եպիսկոպոսած գերագույն։ Չէ, մենք արդեն հայտարարել ենք եպիսկոպոս ժողովրդի Հայաստանում կատարվի, ես անձամբ կմասնակցեմ։ Հիմա որ դրսում է դրանով պայմանավորված չեք Ոչ։ Իսկ ինչպես եք վերաբերում այդ փաստին, որ ձեր մյուս հոգևոր եղբայրներին երեք հրավիրեցին քննչական կոմիտե եւ ելքի արգելք են դրել։ Չգիտեմ Ժորժ ջան, ես ինչ իմանամ քննչական կոմիտեն ինչ է անում։ Բոլորին մեղադրանք է առաջադրվել։ Գիտեմ ցավոտ անեմ, ես հիմա նայեք ասել։ Երեք էլ կարծեմ երեք հարցրեցիք, ասացին բոլորը, որ իրենց փաստաբաններին դիմեն, չէ՞։ Այդպես ասել են։ Այ չգիտեմ, չեմ կարող։ Պատահական է, որ եպիսկոպոսած ժողովից առաջ նման մեղադրանք առաջադրվեց եւ ելքի արգելք տրվեց։ Չգիտեմ, Սա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի այդ եկեղեցու նորոգման արշավի օրակարգում, որին նաև չէ, դրա հետ կապ չունի, մենք կարգալուծությունը հիմա դատարանները պիտի որոշեն Սրբազան հայր։ Այ, կներեք էլ, մի րոպե։ Չգիտեմ ես։ Սրբազանին կարգալույծ արեցին, ինչից հետո հիմա քրեական գործ է հարուցվել։ Ես չգիտեմ քրեական գործ ինչի վերաբերյալ, Ժորժ ջան։ Որ մարդիկ դատական ներողություն հոգևորականները դատական ակտը չեն կատարել։ Ինչ ակտը չգիտեմ։ Գևորգ Սրբազանի բարակայում մասյացոտնի թեմի։ Հիմա դատարանները պիտի որոշեն։ Դատարանը չգիտեմ ինչի համար է կանչել։ Աշխատանքային պայմանագիր ունեք։ Ինչու է դատարանը խախտում։ Հիմա եթե վեհապարը ձեզ կարգալույծ անի, դուք եք դիմելու դատարան։ Եթե լինի չկտեսնենք, հալա որ կարգալություն են արել։ Եվ հետո հարցեր մտնելուց առաջ պատարակից առաջ ասացիք եկեք մասնակցեք կտեսնեք զեղչում է թե չէ մասնակցեցինք տեսանք որ զեղչվեց վեհապարանը հիմա ինչպես կմեք դա բանեք Ոչ այսինքն դա պատարակի խորհուրդն է կարևոր ես ձեզ ասի պատարակի խորհուրդը որն է գիտեք նկատի ունեմ այգեշատում երբ որ ներողություն այգեշատում դուք ասացիք որ զեղչվել է նաև ձեր անունը այդտեղ խնդիր չկա այսօր ձեր անունը չզեղչվեց ես չգիտեմ ես ուզում եի որ զեղչվեր որտեղ հայ Չգիտեմ ինքը ժողովրդի հետ է հետո առանձին անում ինքը դե սովորություն ունի պատարակի վերջում իր համար ժողովրդի հետ միասին քարոզ անում կներեք ժողովուրդ ջան հա